Ստրկատիրոջ կերպար է ընդունել Փաշինյանը տիրադավ հռչակվածներով շրջապատված, կարծում է բյուրականի հոգևոր հովիվ Վրթանես Քահանան։ Իրենք առանց շղթաների մեղքի ստրուկներ են եւ իրենց ստրկատերն էլ Նիկոլ Փաշինյան։ Քահանան պնդում է, տիրադավ հռչակվածները կոմպրոմատների ճնշման տակ են Փաշինյանի աշխատասենյակ հասել։ Իմ համար խորը ցավ է տեսնել իրենց այս խայտառակ կարգավիճակում եւ եկեղեցում իրենք որպես եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս գահերի վրա են բազմել, իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ նույնիսկ աթոռ չունեին նստելու համար։ Մայրաթոռը այսօր հակասահմանադրական է որակել Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների հայտարարությունը, դատապարտել եպիսկոպոսների ներգրավումը, նաեւ զգուշացրել ցավալի հետևանքների մասին։ Վեհափառ հայրապետը ինքը շատ համբերատար, խոհուն անձնավորություն է, երկայնամտում է, փորձում է այս տիրադավ ուխտադրուժ եկեղեցականներից ոմանցի հետ վերել եկեղեցի եւ երբ որ բոլոր միջոցները կսպառվեն, ինքը ստիպված կկայացնի այն որոշումը, որը կբավարարի մեր բարեպաշտ ժողովրդին։ Այդ ընթացքում Փաշինյանն ու 10 տիրադավները փորձում են ինչ-որ բան անել ձախողումները քողարկելու համար, նկատում է Քահանան։ Իրենք ոչ միայն դեկտեմբերի 18-ն են ձախողել, ասեմ, այս տիրադավ ուխտադրուժ եպիսկոպոսները ձախողել են իրենց ողջ տխուր կյանքը։ Տեր Վրթանեսը ապօրինի հակաօրինական հայտարարություն է անվանում Փաշինյանի ու տիրադավ հռչակվածների ստորագրած թուղթը։ Հերթական ապօրենությունն է, վարչապետի կողմից սահմանադրության կոպտագույն խախտումով, ինքը կառավարության տանը առավել եւս տենց այդ նման եկեղեցուն ներքին գործերին միջամտող հայտարարություն նախ ստորագրելու իրավունք չունի որպես վարչապետ։ Տեր Վրթանեսը պնդում է, ամենայն հայոց կաթողիկոսին այսպես կոչված հանգստի կոչելու պահանջը որևէ հիմք չունի։ Քահանան աղոթում է վեհափառի անսասանության, ազատությունից ապօրինաբար զրկվածների համար։ Թող Աստված ազատի բանտում եղող մեր հոգևորականներին, նաև Բաքվի բանտում եղող ռազմագերիներին եւ Նիկոլի գերության մեջ հայտնված այս տիրադավ եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։